Գիտեք, թե ինչն է ամենից շատ վիրավորական։ Միլիոնավոր մարդիկ ամեն օր մաքրում են կիտրոնը եւ դեն են նետում ամենաթանկարժեքը ինչ-որ կա դրա մեջ։ Այն, ինչում կենտրոնացած է 10 անգամ ավելի օգտակար նյութեր, քան հենց հյութում։ Եվ ես չեմ չափազանցնում, 10 անգամ։ Գերմանացի բժիշկները դա վաղուց գիտեն, իսկ մենք դեռ շարունակում ենք դեն նետում։ Բարև ձեզ, սիրելի ընկերներ։ Ես Անահիտն եմ, եւ այսօր ես ձեզ կպատմեմ մի բաղադրատոմսի մասին, որը Հայաստանում էլ արդեն շատերն են փորձում, բայց արմատները գալիս են Գերմանիայից, որտեղ այն սերունդ է փոխանցվում։ Սա փոքրիկ սառեցված խորանարդիկ է, պատրաստումը տևում է ընդամենը 10 րոպե, իսկ օգուտը ամբողջ տեղատանչափ։ Անոթներ, ճնշում, իմունիտետ, հոդեր, մարսողություն, մեկ խորանարդիկ, եւ դուք կզարմանաք, թե որքան շատ բան է այն իր մեջ պարունակում։ Ես ձեզ կցուցադրեմ 3 եղանակով կիրառելու, եւ յուրաքանչյուր հաջորդը ավելի հզոր է նախորդից։ Իսկ երրորդը, որին իմ գերմանացի գործընկերները առավոտյան էլիքսիր են ասում, կպահեմ ավելի մոտ վերջին, եւ դուք կհասկանաք ինչու։ Բայց նախքան սկսենք, ունեմ ձեզ մի խնդրանք։ Եթե առաջին անգամ եք այստեղ, բաժանորդագրվեք ալիքին։ Մենք այստեղ թանկարժեք տեղեր չենք գովազդում, սարսափելի ախտորոշումներով չենք վախեցնում։ Մենք քննարկում ենք պարզ, հասանելի, ժամանակով ստուգված բաղադրատոմսեր, որոնք իսկապես աշխատում են։ Հաջորդ տեսանյութում ի դեպ կլինի բաղադրատոմս, որը գերմանացի թերապևտները խորհուրդ են տալիս անկնությունից տառապող հիվանդներին, եւ այն կզարմացնի ձեզ իր պարզությամբ, այնպես որ բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք։ Եվ էլի, հենց հիմա մեկնաբանություններում գրեք, առողջությունը գլխավորն է։ Եթե դուք եք կարծում, որ լավագույն տեղը այն է, որն ապարատից գնելու կարիք չկա, ինձ համար կարևոր է տեսնել, որ դուք այստեղ եք, որ մենք նույնն ենք մտածում։ Իսկ հիմա գործի։ Ես խոսում եմ վիտամինային ռումբի մասին։ Սա սառեցված խորանարդիկ է կիտրոնի եւ կոճապղպեղի հիման վրա, եւ ես ոչ պատահաբար եմ այդպես անվանում, որովհետեւ երբ այս երկու բաղադրիչները միավորում ես եւ սառեցնում, ստացվում է իսկական օգտակար նյութերի պայթյուն։ Բայց շատերը նույնիսկ չգիտեն, որ կիտրոնի ամենաթանկարժեքը ոչ թե հյութն է, այլ վերին շերտը, կեղևը, ավելի ճիշտ ցեդրան։ Հենց այնտեղ են պարունակվում այն նյութերը, որոնք պաշտպանում են անոթների պատերը, աջակցում իմունիտետին եւ օգնում օրգանիզմին պայքարել բորբոքումների դեմ։ Եվ երբ պարզապես կիտրոն ես քամում թեյի մեջ, իսկ եղևը դեն ես նետում, կորցնում ես գլխավորը։ Գերմանացիները դա վաղուց հասկացել են։ Նրանք ոչինչ դեն չեն նետում, եւ այս բաղադրատոմսը հենց դրա ապացույցն է։ Այն օգտագործում է կիտրոնն ամբողջությամբ՝ ցեդրա, միջուկ, հյութ, գումանած կոճապղպեղը իր հզոր հատկություններով։ Տեսանյութի վերջում ես քայլ առ քայլ կցուցադրեմ, թե ինչպես պատրաստել այս խորանարդիկները։ Ավելի պարզ է, քան կարծում եք, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչն է այս խորանարդիկն այդքան արդյունավետ դարձնում։ Ինչու է այն աշխատում ավելի լավ, քան պարզապես կիտրոնի մի կտոր բաժակում, եւ ինչու է սառեցումը ոչ միայն հարմարություն, այլև բանալի քայլ, որը ամեն ինչ փոխում է։ Իսկ հիմա առաջին եղանակը, ամենապարզը, վերցնում եք մեկ սառեցված խորանարդիկ եւ գցում եք բաժակի մեջ տաք ջրով կամ թարմ եփած թեյով։ Այդքանը։ Բայց այս պարզության հետևում կանգնած է լուրջ գիտություն։ Եվ հիմա ես կբացատրեմ, թե ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում, երբ խմում եք այդ բաժակը։ Սկսենք ցեդրայից, որովհետև հենց այն է այս բաղադրատոմսի գլխավոր հերոսը։ Կիտրոնի կեղևի վերին շերտում պարունակվում է նյութ, որը կոչվում է լիմոնին։ Սա բնական հակաօքսիդանտ է, որը Եվրոպայում ուսումնասիրվում է արդեն տասնամյակներ շարունակ։ Այն պահպանում է անոթների պատերի առաձիգականությունը եւ օգնում օրգանիզմին դիմակայել օքսիդատիվ ստրեսին։ Իսկ հենց օքսիդատիվ ստրեսն է տարիքի հետ անոթները կոշտացնող եւ փխրուն դարձնող հիմնական պատճառներից մեկը։ Բայց դա ամենը չէ։ Ցեդրայում կան ֆլավոնոիդներ։ Սա մի ամբողջ խումբ միացություններ է, որոնք ամրացնում են կապիլյարները։ Հենց այդ մանր անոթների վիճակից է կախված, թե արդյոք արյունը հասնում է օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ։ Երբ կապիլյարները թույլ են, առաջանում են այտուցներ, կապտուկներ, նույնիսկ թեթև հպումից։ Ձեռքերն ու ոտքերը սառչում են նույնիսկ տաք ժամանակ։ Ծանոթ է, չէ։ Ցեդրայի ֆլավոնոիդները հենց այդ խնդրով են աշխատում։ Եվ էլի ցեդրայում կա պեկտին։ Սա լուծվող բջիջանյութ է, որը մեղմորեն կապում է ավելորդ խոլեստերինը աղիքներում եւ օգնում է բնական ճանապարհով դուրս բերել այն։ Այսինքն միայն կիտրոնի կեղևի շերտն արդեն անոթներ է, կապիլյարներ եւ խոլեստերին։ Եվ այս ամենը մենք սովորաբար ուղարկում ենք աղբարք։ Հիմա կոճապղպեղը։ Այստեղ աշխատում են երկու հիմնական նյութեր՝ գինգերոլը եւ շոգաոլը։ Գինգերոլը այն է, ինչ կոճապղպեղին տալիս է իր բնորոշ այրող համը, բայց այրում է ոչ պատահաբար։ Գինգերոլը ուժեղացնում է արյան շրջանառությունը, օգնում է արյունը նոսրացնել եւ ունի արտահայտված հակաբորբոքային ազդեցություն։ Հոդերի համար սա հատկապես կարեւոր է։ Տարիքի հետ հոդային հյուսվածքում բորբոքումը դառնում է քրոնիկ եւ գինգերոլը օգնում է այն զսպել։ Իսկ շոգաոլը նյութ է, որը առաջանում է կոճապղպեղի մշակման ժամանակ եւ աշխատում է մարսողության վրա, խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, օգնում է փքվածության եւ ծանրության դեպքում ուտելուց հետո։
Կանաչ թեյը հենց այն խմիչքն է, որը մեր վիտամինային ռումբը վերածում է իսկապես հզոր բանի, եւ սա ոչ միայն իմ խոսքերն են։ Դրա հետևում կա կոնկրետ հետազոտություն, որը կատարել են ԱՄՆ-ի Պերդյու համալսարանի գիտնականները։ Նրանք հայտնաբերել են մի փաստ, որը շուր է տվել կանաչ թեյ խմելու ճիշտ եղանակի մասին պատկերացումները, եւ հիմա ես ձեզ կպատմեմ դրա մասին։ Կանաչ թեյում պարունակվում են նյութեր, որոնք կոչվում են կատեխիններ։ Գլխավորը էպիկալոկատեխին գալատը։ Անունը բարդ է, բայց հիշելու կարիք չկա։ Պետք է հիշել մյուսը։ Սա բնության մեջ ամենահզոր հակաօքսիդանտներից մեկն է։ Այն պաշտպանում է բջիջները վնասվածքներից, պահպանում է անոթների առաձիքականությունը, օգնում է իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը եւ մեղմ աշխատում է արյան ճնշման հետ։ Հնչում է գրեթե թանկարժեք տեղի նկարագրության հետ, չէ՞։ Միայն սա դեղ չէ, սա սովորական կանաչ թեյ է, որը կոպեկներ արժե։ Բայց ահա խնդիրը։ Կատեխինները ինքնուրույն շատ վատ են կլանվում օրգանիզմի կողմից։ Նրանց մեծ մասը պարզապես անցնում է տրանզիտով եւ ոչ մի օգուտ չի բերում։ Դուք խմում եք թեյ, մտածում եք, որ օգտակար բան եք անում, բայց բջիջներին հասնում են միայն փշուրներ։ Հենց դրա համար էլ շատ մարդիկ տարիներ շարունակ խմում են կանաչ թեյ եւ առանձնապես էֆեկտ չեն զգում։ Եվ հենց այստեղ է հայտնվում մեր խորանարդիկը։ Պերդյուի հետազոտողները պարզել են, որ կիտրոնաթթուն եւ վիտամին C-ն կտրուկ, ընդգծում եմ կտրուկ, մեծացնում են կատեխինների կլանելիությունը։ Խոսքը ոչ 10-20%-ի մասին է։ Խոսքը այն մասին է, որ ցիտրուսների առկայության դեպքում կատեխինների կենսահասանելիությունը մի քանի անգամ է աճում։ Նրանք պարզապես դադարում են քայքայվել աղիքներում եւ սկսում են լիարժեք աշխատել։ Այսինքն, դուք խմում եք նույն կանաչ թեյը, բայց ավելացնում եք 1 սառեցված խորանարդիկ եւ ստանում եք բոլորովին այլ արդյունք։ Սա նման է նրան, որ տարիներ շարունակ մեքենայով առաջին արագությամբ եք գնացել, իսկ հետո հանկարծ իմացել եք, որ ունի եւս 4-ը։ Իսկ հիմա ավելացրեք դրան այն ամերը, ինչ արդեն կա խորանարդիկի մեջ։ Ցեդրան լիմոնինով եւ ֆլավոնոիդներով կապիլարների եւ անոթների համար, կոճապղպեղը գինգերոլով արյան շրջանառության եւ հոդերի համար, պեկտինը խոլեստերինի համար։ Այս ամենը գումարած կանաչ թեյի կատեխինները, որոնք հիմա վերջապես նորմալ կլանվում են։ Հասկանում եք, թե ինչ համադրություն է ստացվում։ Եկեք կոնկրետ, ինչ է սա տալիս առողջությանը։ Առաջինը արյան ճնշումը։ Կանաչ թեյի կատեխինները գինգերոլի հետ միասին մեղմորեն թույլատնում են անոթների պատերը եւ բարելավում արյան հոսքը։ Սա ոչ թե ճնշման կտրուկ իջեցում է ինչպես հաբից, այլ հարթ աստիճանական աջակցություն, հենց այն ինչ պետք է ամենօրյա կիրառման համար։ Երկրորդը խոլեստերինը։ Այստեղ աշխատում է եռակի մեխանիզմ։ Ցեդրայի պեկտինը կապում է խոլեստերին աղիքներում, կատեխինները դանդաղեցնում են դրա կլանումը արյան մեջ, իսկ գինգերոլը բարելավում է լյարդի աշխատանքը, որը պատասխանատու է ճարպերի մշակման համար։ 3 բաղադրիչ, 3 տարբեր ուղիներ, 1 նպատակ։ Երրորդը, եւ սա հատկապես կարևոր է 50-ից բարձրերի համար, անոթների պաշտպանություն։ Տարիքի հետ անոթները կորցնում են առաձգականությունը, պատերին կուտակվում են նստվածքներ, լուսատուն նեղանում է։ Կանաչ թեյի հակաօքսիդանտները ցեդրայի ֆլավոնոիդների հետ միասին հենց այդ խնդրի հետ են աշխատում։ Նրանք պաշտպանում են անոթների ներքին շերտը վնասվածքներից եւ օգնում պահպանել դրանց ճկունությունը։ Գերմանացի բժիշկները իդեպ վաղուց խորհուրդ են տալիս կանաչ թեյի կիտրոնով սրտանոթային ռիսկի խմբի հիվանդներին, ոչ թե բուժման փոխարեն, այլ որպես ամենօրյա աջակցություն, որը աշխատում է մեղմ, բայց ամեն օր։ Ինչպես ճիշտ եփել։ Այստեղ կա մեկ կարևոր նրբություն։ Կանաչ թեյը չի կարելի լցնել եռման ջրով, այն դառնում է դառը եւ կորցնում է մասնակի օգտակար հատկությունները։ Օպտիմալ ջերմաստիճանը մոտ 80 գրադ է։ Եռացրեք ջուրը, թողեք մնա 2-3 րոպե, հետո լցրեք։ Թրմեք ոչ ավելի քան 3 րոպե։ Եվ հետո պարզապես գցեք բաժակի մեջ 1 սառեցված խորանարդիկ։ Սառույցը կսառեցնի թեյը մինչև իդեալական խմելու ջերմաստիճան։ Բոլոր վիտամինները կպահպանվեն, իսկ կատեխինները կստանան առավելագույն աջակցություն կլանման համար։ 1 բաժակ։ Եվ դուք հենց նոր ավելի շատ բան արեցիք ձեր անոթների, ճնշման եւ խոլեստերինի համար, քան շատերը անում են ամբողջ շաբաթվա ընթացքում։ Գրեք մեկնաբանություններում, կփորձեմ, եթե որոշել եք պատրաստել այս խորանարդիկները։ Ինձ իսկապես կարևոր է իմանալ, որ դուք ոչ միայն լսում եք, այլև պատրաստվում եք գործել, որովհետև գիտելիքն առանց գործողությամբ պարզապես տեղեկատվություն է, իսկ գիտելիքը գործողությամբ արդեն առողջություն է։ Իսկ հիմա ուշադրություն, երրորդ եղանակը, այն առավոտյան էլիքսիրը, որի մասին խոստացել էի սկզբում։ Սա մեր վիտամինային ռումբի ամենահզոր կիրառման տարբերակն է, բայց այստեղ կա մեկ սկզբունքորեն կարևոր կանոն. եթե այն չպահպանեք, էֆեկտը կլինի շատ ավելի թույլ կամ ընդհանրապես չի լինի։ Այս եղանակը տարբերվում է առաջին երկուսից եւ տարբերվում է սկզբունքորեն, որովհետեւ այստեղ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ եք խմում, այլև երբ եւ ինչպես։ Հենց դրա համար են իմ գերմանացի գործընկերները առանձնացնում այն եւ անվանում առավոտյան էլիքսիր, որովհետեւ այն աշխատում է միայն առավոտյան եւ միայն դատարկ ստամոքսի վրա։ Ահա այն կանոնը, որի մասին խոսում էի։ Այսպիսով, արթնանում եք, դեռ ոչինչ չեք կերել,
սուրճ չեք խմել, չեք խորտիկել։ Վերցնում եք բաժակ, դնում եք մեծ սառեցված խորանարքիկ, լցնում եք տաք ջուր, հենց տաք, եւ ավելացնում եք 1 թեյի գթալ բնական մեղր։ Խառնում եք եւ խմում եք նախաճաշից 20-30 րոպե առաջ։ Ահա ամբողջ բաղադրատոմսը։ Պարզ, այո, բայց այնինչ սկսվում է ներսում ամենևին էլ պարզ չէ։ Երբ այս էլիքսիրը խմում եք դատարկ ստամոքսի վրա, այն ընկնում է դատարկ ստամոքսի մեջ, ոչինչ չի խանգարում, ոչինչ չի մրցակցում կլանման համար։ Բոլոր ակտիվ նյութերը, գինգերոլը, լիմոնինը, ֆլավոնոիդները, վիտամին C-ն կլանվում են առավելագույն չափով։ Սա առաջին առավելությունն է։ Երկրորդը՝ մարսողության գործարկում։ Կիտրոնաթթուն եւ կոճապղպեղը մեղմորեն խթանում են ստամոքսահյութի եւ մարսողական ֆերմենտների արտադրությունը։ Սա նշանակում է, որ կես ժամ հետո կերած նախաճաշը շատ ավելի լավ կմարսվի, սննդանյութերը կգնան գործի, ոչ թե տրանզիտով։ Նրանց համար, ովքեր ուտելուց հետո զգում են ծանրություն, փքվածություն, անհարմարություն, սա հատկապես կարևոր է։ Երրորդը՝ լեղապարքի արտահոսքը։ Կոճապղպեղը խթանում է լեղապարքի մեղմ կծկումը։ Սա օգնում է լեղին չկանգնել, այլ կատարել իր ուղիղ գործառույթը՝ ճարպերը քայքայել։ Լեղուլճացումը խնդիր է, որի մասին քիչ են խոսում, բայց տարիքի հետ այն ավելի հաճախ է հանդիպում։ Առավոտյան բերալում դառնություն, աջ կողմում ծանրություն, յուղոտ սնունդը մարսելու հետ կապված խնդիրներ։ Այս ամենը նշաններ են, որ լեղին դանդաղ է շարժվում։ Առավոտյան էլիքսիրը հենց դրա հետ է աշխատում։ Չորրորդը՝ հոդերը։ Դատարկ ստամոքսի վրա կոճապղպեղի հակաբորբոքային բաղադրիչները կլանվում են շատ ավելի լավ, քան ուտելուց հետո։ Հոդերի համար կարևոր է ոչ թե մեկ անգամյա հարվածային դոզան, այլ ամենօրյա մեղմ աժակցությունը։ Հենց այդպես է աշխատում այս էլիքսիրը։ Օրեցօր այն օգնում է զսպել քրոնիկ բորբոքումը, որը քայքայում է հոդային հյուսվածքը։ Իսկ հիմա ինչու հենց տաք ջուր։ Այստեղ ամեն ինչ կախված է մեղրից։ 60 գրադուսից բարձր ջերմաստիճանում մեղրը կորցնում է իր ֆերմենտների եւ օգտակար միացությունների զգալի մասը։ Հետևաբար ջուրը պետք է լինի տաք, մոտ 40-50 գրադուս։ Սառույցի խորանարդիկն էլ մի փոքր կսառեցնի այն, եւ ի վերջո դուք կստանաք իդեալական ջերմաստիճան, որի դեպքում եւ մեղրը պահպանում է իր հատկությունները, եւ խորանարդիկի բոլոր բաղադրիչները աշխատում են լիարժեք ուժով։ Հիմա ժամանակն է ցույց տալ, թե ինչպես պատրաստել այս խորանարդիկները։ Բաղադրատոմսը պարզ է, բայց կան նրբություններ, որոնք կարևոր է պահպանել։ Առաջին քայլը՝ վերցրեք թարմ կիտրոն, լավնվացեք այն, կարող եք եռացրած ջրով անցկացնել։ Հետո զգուշորեն հանեք վերին շերտը, ցեդրան, հենց բարակ դեղին շերտը, առանց ներքևի սպիտակ մասի, որովհետև այն դառ է։ Մանր կտրեք ցեդրան դանակով։ Երկրորդ քայլը՝ վերցրեք կոճապղպեղի արմատ, մոտ 1 մեծ մատի չափով 1 կիտրոնի համար։ Մաքրեք եւ քերեք մանր քերիչով։ Երրորդ քայլը՝ կիտրոնի մնացած միջուկը մաքրեք սերմերից եւ խյուսեք բլենդերով մինչեւ միատարր զանգված։ Չորրորդ քայլը՝ ամանի մեջ խառնեք կտրատած ցեդրան, քերած կոճապղպեղը եւ բլենդերից ստացված կիտրոնի զանգվածը։ Լավ խառնեք։ Հինգերորդ քայլը՝ խառնուրդը լցրեք սովորական սիլիկոնե ձևիկի մեջ սառույցի համար։ Դրեք սառցարան։ Մի քանի ժամ հետո ձեր վիտամինային ռումբերը պատրաստ են։ 1 կիտրոնից ստացվում է մոտ 8-10 խորանարդիկ։ Կարող եք պահել սառցարանում մինչև 3 ամիս։ Օգտակար նյութերը սառեցման ժամանակ չեն կորչում։ Ընդհակառակը, ավելի լավ են ազատվում բջջային պատերի քայքայման շնորհիվ։ Օրական 1-2 խորանարդիկ, սա այն դոզան է, որից պետք է սկսել։ Առավոտյան էլիքսիրը դատարկ ստամոքսի վրա։ Ցերեկը կանաչ թեյի հետ կամ պարզապես տաք ջրով։ Սա տևում է ձեր ժամանակից 1 րոպե, գրեթե ոչինչ չարժե եւ տալիս է ձեր օրգանիզմին այն, ինչի համար նա ձեզ շնորհակալություն կհայտնի։ Բայց ցանկացած բաղադրատոմսը ունի իր կանոններն ու սահմանափակումները, եւ կան մարդիկ, ում պետք է ավելի զգուշ լինել։ Դրա մասին, ինչպես նաեւ այն ամենի կարճ ամփոփումը, ինչ այսօր քննարկեցինք, վերջնական մասում։ Իսկ հիմա եկեք ամփոփենք։ Այսօր մենք քննարկեցինք մեկ փոքրիկ սառեցված խորանարդիկի կիրառման 3 եղանակ, եւ յուրաքանչյուրը ոչ թե պարզապես թեյ խմել է, այլ կոնկրետ աշխատանք ձեր առողջության հետ։ Առաջին եղանակը՝ խորանարդիկ տաք ջրով, ամենապարզը ամեն օրվա համար, իմունիտետ, անոթներ, կապիլյարներ, մարսողության մեղմաջակցություն։ Պարզապես գցեցիք խորանարդիկը բաժակի մեջ եւ արդեն ավելի շատ բան արեցիք ձեզ համար, քան եթե խմեիք սովորական թեյ կիտրոնի կտորով, որովհետեւ այստեղ աշխատում է ամեն ինչ։ Ցեդրան լիմոնինով եւ ֆլավոնոիդներով, կոճապղպեղը, միջուկը ոչինչ չի դեն նետվել։ Երկրորդ եղանակը՝ խորանարդիկ կանաչ թեյի հետ։ Այստեղ միանում են կատեխինները, ամենահզոր հակաօքսիդանտները, որոնք առանց կիտրոնաթթվի գրեթե չեն կլանվում, իսկ մեր խորանարդիկի հետ կլանվում են շատ ավելի լավ։ Սա ճնշում է խոլեստերին, անոթների առաձեկականություն։ Նրանց համար, ում 50-ն անց է, սա ոչ թե շքեղություն է, այլ ամենօրյա անհրաժեշտություն։ Երրորդ եղանակը՝ առավոտյան էլիքսիրը։ Խորանարդիկ, տաք ջուր, 1 գթալ մեղր դատարկ ստամոքսի վրա։ Ամենահզոր տարբերակը՝ մարսողություն, լեղի արտահոսք, հոդեր, բոլոր ակտիվ նյութերի առավելագույն կլանում։ 1 բաժակ առավոտյան, եւ ձեր օրգանիզմը ստանում է այն, ինչի վրա նախկինում ծախսվում էր ամբողջ դեղահավերի փունջ։
3 եղանակ, 1 պատրաստուկ, 10 րոպե պատրաստման եւ ձեր սարսարանում 2 շաբաթվա պաշար կա, առանց դեղատների, առանց հերթերի, առանց կողմնակի ազդեցությունների, պարզապես կիտրոն, կոճապղպեղ եւ սառույցի ձևիկ, բայց հիմա կարեւորը, ցանկացած միջոցի, նույնիսկ ամենաբնականի, կան սահմանափակումներ։ Եվ ես որպես բժիշկ պարտավոր եմ ձեզ ասել դրա մասին։ Առաջինը. եթե ունեք ստամոքսի կամ 12 մատնյա աղիքի խոցի սուր փուլ, այս բաղագրատոմսով պետք է սպասել։ Կիտրոնաթթուն եւ կոճապղպեղը խթանում են ստամոքսայութի արտադրությունը, իսկ խոցի դեպքում դա լրացուցիչ բեռ է վնասված լորզաթաղանթի վրա։ Երբ սուր փուլն անցնի, կարող եք սկսել, բայց զգուշորեն, կես խորանարդիկով եւ ոչ դատարկ ստամոքսի վրա։ Երկրորդը՝ ցիտրուսների նկատմամբ ալերգիա։ Հանդիպում է ոչ հաճախ, բայց հանդիպում է։ Եթե գիտեք ձեր մոտ նման առանձնահատկություն, մի ռիսկի դիմեք կամ սկսեք շատ փոքր քանակից եւ հետևեք ռեակցիային։ Երրորդը՝ լեղապարկում քարեր։ Ես ասացի, որ կոճապղպեղը խթանում է լեղի արտահոսքը։ Սա հիանալի է լճացման կանխարգելման համար, բայց եթե քարեր արդեն կան, լեղի ակտիվ շարժումը կարող է դրանք տեղաշարժել։ Այստեղ պետք է ձեր բժիշկի խորհրդատվություն, ոչ ինտերնետը, ոչ հարևանուհին, այլ բժիշկը։ Չորրորդը. եթե ընդունում եք արյունը նոսրացնող դեղեր, կոճապղպեղն ինքնին արյունը նոսրացնող ազդեցություն ունի, եւ հակակոագուլյանտների հետ համադրությունը կարող է չափից ավելի լինել։ Ինչ եղարկեք դեղերը, պարզապես քննարկեք ձեր բժիշկի հետ, թե արդյոք կարող եք ավելացնել կոճապղպեղը ձեր սննդակարգում։ Մնացած բոլորի համար, եւ սա ճնշող մեծամասնությունն է, այս բաղադրատոմսը բացարձակապես անվտանգ է եւ անհավանական օգտակար։ Սկսեք օրական 1 խորանարդիկից։ 1 շաբաթ հետո կնկատեք, որ մարսողությունը թեթևացել է, 2 շաբաթ հետո, որ ձեռքերն ու ոտքերը այդքան չեն սառչում, 1 ամիս հետո, որ ընդհանուր ինքնազգացողությունը փոխվել է։ Ոչ թե հրաշք է տեղի ունեցել, այլ որովհետև ձեր օրգանիզմն ամեն օր ստանում էր այն, ինչ իր պետք էր։ Գիտեք, ես հաճախ ասում եմ իմ հիվանդներին մի պարզ բան. առողջությունը թանկ դեղեր եւ նորաձև պրոցեդուրաներ չէ։ Առողջությունը պարզ սովորություններ են, որոնք դուք կրկնում եք ամեն օր։ 1 խորանարդիկ առավոտյան, 1 բաժակ կանաչ թեյ թերեկը։ Սա դժվար չէ, թանկ չէ, բայց աշխատում է եւ աշխատում է ավելի ուժեղ, քան կարծում եք։ Հաջորդ թողարկումում կքննարկենք անկնության դեմ միջոցներ, բնական, առանց սովորելու եւ կողմնակի ազդեցությունների։ Գերմանացի թերապևտները խորհուրդ են տալիս այն հիվանդներին, ովքեր արդեն ամեն ինչ փորձել են, եւ դուք կզարմանաք, թե որքան հասանելի է այն։ Իսկ վերջում գրեք մեկնաբանություններում շնորհակալություն բժիշկ, եթե այս տեսանյութը ձեզ համար օգտակար էր։ Ես կարդում եմ յուրաքանչյուր մեկնաբանություն, եւ ինձ կարեւոր է իմանալ, որ սա ապարդյուն չէ, որ դուք ոչ միայն դիտեցիք, այլև կվերցնեք եւ կանեք, որովհետեւ առողջությունը սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր։ 1 փոքրիկ խորանարդիկից։ Հոգ տարեք ձեր մասին եւ առողջ եղեք։